Հիմա իրենք հաշվարկել են, որ այս ձայների քանակով իրենք կհավաքեն 65%-ից ավելի ձայն։ Բայց քանի որ մեր հայրենակիցները քաղաքացիական պատասխանատվության զգացումով եկել են մասնակցել ընտրություններին, իրենց ձայները տարածվել են, պակասել են։ Հիմա որպեսզի դա չլինի, իրենք փորձում են սահմանափակել ընտրությունների մասնակիցների թվով։ Եվ պարոն Վիչակյան, սահմանադրության փոփոխության հետ կապված իշխանությունը այժմ ասում է, որ երազում դեռ ստեղծում են, թե ինչպես են իրականացնելու, չունեն դեպի երրորդը եւ պատկերացում չունեն ինչպես են իրականացնելու։ Դուք նաեւ մյուս ֆրակցիան, որ լինելու է խորհրդարանում, համոզված եք, որ այս հարցում վերջո իշխանությանը աջակցություն չի լինի։ Ես չգիտեմ, մենք եւ մյուս ֆրակցիան ինչ են որոշելու ընդհանրապես մանդատների հարցով, եւ ես չգիտեմ երրորդ ընդդիմադիր ֆրակցիայի հարցը ինչ է լինելու։ Մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, այնպես որ անորոշ ապագայում այնպես որոշակի հարց մտա։ Իսկ Սահմանադրության փոփոխության հետ կապված ինչ է կարծում, ինչ կանեն։ Սահմանադրական դատարանը խոստացել է մինչև վաղը ժամը 6-ը իր որոշումը հրապարակել։ Չէ, նկատվում սահմանադրական փոփոխությունները, որ իշխանությունը պետք է իրականացնեն սահմանադրությանը, դուք ինչ եք ասում, ինչ կծրագրեն, եթե չունեն երկրի ինչ-որ գնահատականներ կամ հավատացումներ։ Փոխեն օրենքները, ուրանի ճնշման միջոցների կգնա Նիկոլ Փաշինյանը ինքն մի քանի անգամ ասել չէ, դրանք հանրաքվեի չանցների կդնենք, կդնենք։ Այդ որ վերջում օրենսդրական փոփոխություն կմտցնենք, ասեմ, Նիկոլ Փաշինյանը խոսքը։ Խաչատրյան, դուք բավականին հմուտ քաղաքական գործիչ եք, եւ վստահ եմ, որ ըստ գիտեք, որ Սահմանադրական դատարանը նոր հեծանիվ չի հանձնարարելու եւ որոշումը լինելու է կամ բավարարել կամ չբավարարել։ Ես մի երրորդ տարբերակ, որպես այդպեսին չի լինել հետևաբար թողնել մանդատները վերցնել չվերցնելու հարցը Սահմանադրական դատարանի որոշումից հետո որքանով է ազնիվ ընտրողների նկատմամբ այն առումով, որ կա երկու տարբերակ, եւ երկու տարբերակները հաշվի առնելով պետք է տեղի ունենան քննարկումներ։ Այսինքն ինչ է կանում Սահմանադրական դատարանը, այս որոշումը կայացնել եւ ինչ է կանում Սահմանադրական դատարանը, այսինքն հիմա քննարկումները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մանդատները վերցնելու արտադրությունը տեսել է քիչ։ Ես ճիշտ ասած չգիտեմ, դուք ինչ գիտեք, ինչ Չէ, ես մի քիչ գիտեմ, որ Սահմանադրական դատարանը կամ պետք է բավարարի դիմումը կամ չպետք է բավարարի դիմումը, դուք այդ տարբերակ գիտեք, ինչ որ նոր հեծանիվ է հայտնագործել Սահմանադրական դատարանը խորհրդակցական։ Սահմանադրական դատարանը ունի 3 տարբերակ որոշում կայացնել եւ ելնելով դրանից մենք կվերջականացնենք մեր դիրքորոշումը։ Բայց այն որ քննարկումները կան, եթե մենք ընդունենք A որոշումը, մենք ինչ գործողության կդնենք, B որոշումը, ինչ գործողության եւ G որոշումը, ինչ որոշում կդնենք, իհարկե ունի։ Որովհետեւ կլինի, բանացնից ոչ մի բան չեմ ստացվում, կլինի Սահմանադրական դատարանի որոշում, լինի քննարկում կդարակաս։ Տեսեք, ես նաև հիշում եմ, որ Արման Վարդանյանը հարցազրույցներից հետո մտածել, որ եթե Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ինքը որպես անդամավոր ընդդիմադիր չի դառնալու դարան։ Արդեն հստակեցնել, ոչ կատարանցել է։ Ես պարոն Վարդանյանի հետ այդ հարցը չեմ գրել, բայց ինքը շատ անմատական։ Ոչ, ինքը շատ հաճույքով շփվում է ժողովրդների հետ առաջարկի։ Ես այդ հարցը իրեն չեմ քննարկելու։ Այդ հարցը որոշվի Սահմանադրական դատարանի որոշման անունին հետո ֆրակցիայի թողել օրենքն ընդունել հետո պետք է քվեարկվի երկրորդ ընթերցման, այսօր ուրբաթա կարծում եմ երկուշաբթի կներկայացվի։ Այսինքն շուտ չի ներկայացած դերաբերել այս վերջական Դությունից հետո ֆրակցիայից չի եղել։ Չէ, դա շուտ առաջնորդի հետ։ Ինձ է պետք հարցը տալիս, ես չեմ